Ընդհանրապես ցավ ամորձիներում ինչի հետևանքով կարող է լինել եւ ինչ ահազանգ դա կարող է հանդիսանալ տղամարդու համար։ Հատկապես հասկանում ենք, որ ամորձիների կարևոր աղմուկ ֆունկցիան դա նաեւ որ իրենք արտադրում են սպերմատոզոիդներին, որը համարվում է տղամարդու շարունակությունը, կյանքի շարունակությունը ընդհանրապես, առանց որի որ անհնար կդառնա, եւ իրենց երկրորդ ֆունկցիան դա տեստոստերոնի արտադրությունն է, դա տղամարդու հորմոնի արտադրությունն է, որը նույնպես շատ կարևոր դեր է խաղում իր կյանքում իր համար։ Այնպես որ ցանկացած ցավ, որ առաջ է գալիս, լինի դա թույլ տիպի, թե լինի դա շատ ավելի ուժեղ, անհանգստացնող, անմիջապես անհապաղ մասնագետին դիմելը շատ կարևոր է, որովհետև եթե դա երիտասարդ հասակն է, մինչև 15, 16, 20 տարեկան, դա կարող է լինել հաճախ ամորձու ոլորման պատճառ, իսկ ամորձու ոլորման փրկելու ժամանակահատվածը շատ կարճ է, ընդամենը մինչև 6 ժամ, եթե 6 ժամվա ընթացքում կարողացան ճիշտ կողմնորոշվել եւ դիմեն վիրահատական օգնության, անմիջապես կարելի է փրկել այդ ամորձին։ Եթե 6 ժամից ուշացնում են 6-ից մինչև 12 ժամ արդեն շատ ռիսկային է 50% շանս, 12 ժամից հետո համարյա թե շանս չի լինում ամորձին փրկելու եւ բայց այնուամենայնիվ բժշկին դիմելը մնում է կարևոր եւ վիրահատությունը նույնպես մնում է կարևոր, որովհետեւ հակառակ կողմի ամորձին նույնպես պետք է ֆիքսել, որովհետև եթե մեկի հավանականությունը ոլորման մեծ է, երկրորդինը նույնպես էլի շատ է, կարող է երկրորդն էլ 1-2 տարի հետո էլի նույն խնդրին արժանանալ։ Հաջորդը քրոնիկ բութ ցավերը ինչից կարող են լինել, դրանք հիմնականում բորբոքային հիվանդությունների հետևանք են լինում։ Նման հիվանդությունները վտանգված են նրանով, որ մանր խողովակները, որոնք որ կան ամորձիներում, որոնց միջով որ սպերմատոզոիդները անցնում են եւ իրենց աճն են ապրում, իրենց զարգացումն են ապրում, այդ խողովակները հեշտությամբ կարող են փակվել ցանկացած փոքրիկ բորբոքային process-ի հետևանքով։ Եվ եթե այդ խողովակները փակվեցին, հետադարձ ճանապարհը չկա կամ շատ քիչ է։ Այսինքն, եթե բորբոքումը հասավ այն ստադիային, որ այդտեղ պատերը փակվեցին լուսանցքի, նորից բաց անել նրանց անհնար է բուժական ճանապարհներով։ Այդ իսկ պատճառով, եթե առաջանում են որևէ ցավեր, կապ չունի աջ ամորձում, թե ձախ ամորձում, միևնույնն է պետք է անմիջապես դիմել մասնագիտական օգնության։ Բորբոքային հիվանդությունների բուժման հետևանքում կարելի է հասնել լավ արդյունքների, կարելի է ամբողջովին ապաքինվել։ Հաջորդը, որ նույնպես շատ կարևոր է, դա արդեն իսկ պատահում է 20-ից մինչև 40 տարեկան տղամարդկանց մոտ, դրանք են ամորձու կորուստները։ Ցավոք սրտի նրանք շատ հաճախ լուռ են անցնում եւ կարող են ընդամենը թեթև դիսկոմֆորտի բերել տղամարդու մոտ։ Զգան, որ ինչ-որ մի բան այն չի եւ փորձեն անտեսել դա։ Ամորձու ուռուցքները հիմնականում լինում են չարվորակ եւ վաղ հայտնաբերման դեպքում կարելի է հասնել մինչեւ 98% բուժման ապաքինման լիովին, ուշ հայտնաբերման դեպքում դա նման է ցանկացած այլ չարվորակ հիվանդության բաց թողնված ստադիաներին, երբ որ արդեն կարող ես ուղղակի երկարացնել կյանքը, ուղղակի ապահովել մի քիչ ավելի լավ կյանքի որակ, բայց ոչ լիարժեք հիվանդությունից ապաքինում։ Էլ ինչ կարող եմ ավելացնել կապված ամորձու ցավերի հետ, դե ավելի տարածված դրանք վարիկոցելներն են, ամորձու երակների լայնացումը, որը որ սկսում է հանդիպել տղա երեխաների մոտ մինչև իսկ 20, 25, 30 տարեկան, կախված նրանց թե ինչքան շուտ նրանք փորձեն ուշադրություն դարձնել դրան, դա երակների լայնացումն է, որը որ հաճախ հանդիպում է ձախ ամորձում 90% դեպքերում, ինչով է նա վտանգված, որ տղաների 30%-ը ունեն այս խնդիրը եւ նրանց մեջ եւս 30%-ը կարող են ունենալ սերմի որակի խանգարումներ այդ խնդրի հետևանքով։ Այդ իսկ պատճառով, եթե ախտորոշվում է վարիկոցերը, ամորձու երակների լայնացում, հաջորդ քայլը դա սերմի որակական քննությունն է։ Եթե պարզվեց, որ այնտեղ սերմի որակի խնդիր կա, անմիջապես պետք է մտածել
վարիկոցելեի վերացման մասին, դա շատ հեշտ վիրահատություն է, շատ ընդամենը կես ժամվա ընթացքում կարելի է հարցը լիովին լուծել, անկախ երիտասարդի տարիքից։ Եվ մի քանի ամիս հետո հասնել սերմի որակի բարելավման, եթե իհարկե դա առաջ էր եկել միայն վարիկոցելեի հետևանքով։ Այսքան կարող եմ ասել կապված ամորձու ցավերի քրոնիկ թե սուր, բնական է սուր ցավերի դեպքում ուզեն թե չուզեն անպատճառ շատ ավելի արագ են դիմում մասնագետի, որովհետև այլ ելք լինել չի կարող։